Բարև ձեզ, եթերում օրակարգն է եւ ես Միրան Հակոբյանը։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին։ Բարև ձեզ, պարոն Կարապետյան։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու Ես եմ շնորհակալ հրավերին։ Պարոն Կարապետյան, սկսենք երևի թե ամենադրական թեմայից, տարին շատ բարենպաստ էր եւ գյուղատնտեսության մեջ լուրջ գործ է արվել։ Ինչ ցուցանիշների մասին է խոսքը այս պահի դրությամբ։ Շատ ճիշտ է, որ տարին բնակլիմայական պայմանները նպաստավոր են գյուղատնտեսության համար, բայց միայն դրանով չի բնորոշվում գյուղատնտեսության զարգացումները։ Ես կարող եմ ասել, որ այսօրվա մեր ձեռքբերումները եւ տնտեսական աճը, որ մենք 7 ամիսների ընթացքում ունենք, որը կազմում է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ 14.8%, սա բազմաթիվ գործոններով է պայմանավորված, ոչ միայն բնակլիմայական պայմաններով, որովհետեւ շատ հաճախ մարդիկ ասում են տարին լավ էր, դրա համար գյուղատնտեսությունը լավ էր։ Իհարկե, սա նպաստում է գյուղատնտեսության ել ավելի լավ զարգացմանը։ Սակայն այստեղ մի քանի գործոններ կան։ Առաջինը սա պետական օժանդակության ծրագրերն են, որ արդեն մի քանի տարի կիրառվում է դա, եւ այս տարի նույնպես բացառություն չէր։ Դրանք պարարտանյութերը, թունակի դիզելային վառելիքը, ուրեմն սերմերը, որ տրամադրում են գյուղացիական տնտեսություններին մատչելի գներով, կարելի ասել շուկայական գների կես արժեքով, եւ ամեն տարի մենք բավարարում ենք բոլոր գյուղացիական տնտեսությունների ամբողջ պահանջարկը։ Եվ այս տարի հենց տարվա սկզբին գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսելուց առաջ մենք արդեն պարարտանյութերով, դիզվառելիքով ամբողջապես կարողացանք բավարարել գյուղացիական տնտեսություններին։ Շատ մեծ կարևորություն ուներ սուբսիդավորված վարկերի տրամադրումը գյուղացիական տնտեսություններին, որ արդեն այս տարի 5-րդ տարին է իրականացվում է, եւ ամենակարևորը նա էր, որ այս տարի սուբսիդավորվող տոկոսը կառավարության որոշմամբ դարձավ 6%, նախորդ տարիների 4%-ի դիմաց։ Այսինքն գյուղացին այսօր հնարավորություն ունի 8%-ով հայկական դրամով վարկ ստանալու եւ իրեն աշխատանքները կազմակերպելու համար։ Պարոն Կարապետյան, վերջին տարիներին շատ խոսվում է, որ կառավարությունը տնտեսության մեջ շատ կարևոր դեր է հատկացնում գյուղատնտեսությանը եւ հատկապես արտահանմանը։ Գյուղմթերքների արտահանման տեսանկյունից մեր տնտեսության այսպես կարևոր բաղադրիչներից մեկն է։ Այս տարի գյուղմթերքների արտահանման մասով ինչ ունենք մենք։ Դե քանի որ արտադրության ծավալները ավելացվեցին այս տարի, դրան զուգահեռ ավելացել է նաև արտահանման ծավալները։ Այս տարի մենք արդեն լուրջ թվեր ունենք։ Այսօրվա վիճակով հանրապետությունից արտահանվել է 55200 տոննա պտուղ բանջարեղեն, որի մեծ մասը պտուղն է կազմում, 29300 տոննայի կարգի, եւ անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի 32000 տոննայի դիմաց։ Իսկ ամբողջ տարին մենք արտահանել ենք 46450 տոննա։ Այսինքն տեսնում եք 8600 տոննայի կարգի արդեն մենք այսօրվա վիճակով անցյալ տարվանից առաջ ենք։ Եվ իմ կանխատեսումներով մենք բավականին լուրջ թվեր ունենք դեռևս արտահանելու, որովհետև խաղողի արտահանման նոր է սկսվում արտահանումները, դեղցի արտահանումը շարունակվում է, կարտոֆիլի արտահանումը նոր պետք է սկսվի։ Այնպես որ դեռևս շատ խնդիրներ ունենք։ Եվ ամենակարևորը նա էր, որ այս տարի մենք բանջարեղեն շատ արտահանեցինք։ Սա կապված էր ձմեռային ամիսներին, հատկապես գարնանը, ուրեմն ջերմոցային տնտեսություններում մեր մոտ աճեցված լոլիկով եւ վարունգով։ Այս տարի մենք արտահանել ենք արդեն 1300 տոննա լոլիկ, անցյալ տարվա ընդամենը 219 տոննայի դիմաց։ Արտահանել ենք 3350 տոննա վարունգ, անցյալ տարվա 420 տոննայի դիմաց։ Այսինքն տեսնում եք թվերը շատ խոսուն են եւ շարունակվում է այդ արտահանումները։ Ես համոզված եմ, որ այդ թվերը մենք այս տարի կկրկնենք, անցյալ տարվա ծավալները կկրկնապատկենք։ Ավանդաբար շատ արտահանվում։ Եվ ամենակարևորը, այս տարի ուրեմն Եվրասիական տնտեսական գոտի երկրներ ավելի շատ է արտահանվել։ Եթե անցյալ տարի միայն Ռուսաստան արտահանվող ծավալները կազմեցին 34%, այս տարի արդեն 83% է այդ արտահանումների բաժինը ընկնում ռուսական շուկայում։ Շատ այսպես խոսակցություններ էին ընթանում այն մասին, որ Հայաստանը երբ անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, 170 միլիոնանոց մեծ շուկայի, դրանից կարծես թե այդ ընթացքում նաև ամենամեծ շուկան ԵԱՏՄ-ի Ռուսաստանը ընկավ այսպես արևմտյան սանկցիաների տակ եւ շատ հնարավորությունների մասին էին խոսում։ Այդ հնարավորությունները անդրադառնում է արդեն։ Դրա հետևանքը տեսնում եք։ Շատերն են շահարկում այդ խնդիրը, որ ասվեց եւ այլն, բայց այսօր գլոբալ խնդիրներ կան։
Համաշխարհային կարելի ասել ֆինանսատնտեսական ճգնաժամ է այսօր։ Այդ խնդիրները դուք տեսնում եք եվրոպական երկրներում ինչ ծուր է արտահայտված։ Այսինքն գյուղացիական տնտեսությունների արտադրանք այսօր չեն կարող իրացնել եւ իրացման մեծ խնդիրներ կան, լուրջ խնդիրներ կան։ Դրա արդյունքում այս տարի ուրեմն միջազգային շուկայում պարենային ապրանքների, կարևորագույն պարենային ապրանքների գները 25-ից 30% նվազեցին։ Ինչպես Ամերիկայում, այնպես էլ եվրոպական երկրներում։ Դա վերաբերում է ցորենին, կաթին, մսին եւ ամբողջապես ամենակարևորագույն ապրանքների գծով։ Այնպես որ մենք բացառություն չենք, մենք ընդհանուր համաշխարհային տնտեսության մի ճիշտ է, փոքր, բայց մասնիկ ենք կազմում եւ մեր տնտեսությունը այդ իրադարձություններից անտարբեր չի կարող մնալ։ Ինչ նշանակում է ռուսական շուկան եւ ընդհանրապես եվրասիական տնտեսական գոտու շուկաներին, մենք ավանդաբար այդ շուկաները միշտ էլ արտահանել ենք ապրանքներ, հատկապես պարենային ապրանքներ, գինի, կոնյակ, պահածոներ, չրեր, թարմ տեսքով պտուղ բանջարեղեն եւ շարունակվում է դա։ Ուղղակի մենք միշտ ասել ենք այն մասին, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցելուց հետո մեզ համար ավելի նպաստավոր պայմաններ լինում։ Եվ այդպես է իրոք, որովհետեւ տեղափոխման համար լրացուցիչ խոչընդոտներ չկան, փաստաթղթային ձևակերպումները կտրուկ նվազել են, այսինքն ծագման վկայական պետք չի, քաշքշուկներ չկան, արտահանումը ավելի հեշտ եւ ավելի սահուն է իրականացվում։ Այդ տեսակետից, որ նպաստավոր է։ Սակայն այստեղ կարելի է նաեւ նշել, որ որոշակի ազդեցություն ունեցավ ռուբլու արժեզրկումը, որը իհարկե բերեց գնողունակության պակասի Ռուսաստանում, ինչպես նաև մեր երկրում կարելի ասել, եւ այդ առումով այո, որոշակի ավելին կլիներ այսօրվա մեր ցուցանիշները, եթե այդ ազդեցությունը չլիներ։ Այ եթե տնտեսության վրա նայենք, հա, արևմտյան երկրները, հա, Եվրոպական միության երկրների մեծ մասը եւ Միացյալ Նահանգները սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը պատասխան սանկցիաներով է հանդես գալիս, այսինքն որոշ հա գյուղմթերքներ, տեսակներ Եվրոպական միությունից արգելում են ներկրել։ Շուկայում բաց է առաջանում եւ այդ բացը ռուս մասնագետները ասում էին, որ Ռուսաստանը պետք է փնտրի հա իր մոտ հարևանների, այսպես շուկաներում։ Հնարավորություն դա ստեղծում է հայ արտադրողի համար նոր շուկա գտնել Ռուսաստանում ավելի կայուն։ Օրինակ, հա նույն խնձորի այսպես կարևոր արտահանման գործընթաց էր գնում Լեհաստանից, Ռուսաստանը արգելեց, լեհ ֆերմերները միլիոնավոր դոլարների վնասներ են կրում, հնարավոր է դա կոմպենսացնել հայկական արտադրությամբ։ Տեսեք, ընդհանրապես խնձորը այսպես փոխաբերական շուկաների խնդիրը շատ լուրջ խնդիր է։ Եվ շուկա մտնելու առումով մեկ օրվա կամ մեկ տարվա խնդիր չես կարող լուծել։ Շուկաները տարիներ շարունակ մարդիկ ուսումնասիրում են, մոնիտորինգ են իրականացնում, սկսում են այդ շուկանում կամաց ուրեմն վստահություն ձեռք բերել, նոր սկսել արտահանումներ իրականացնել։ Այնպես որ այդ խնդիրը մեկ օրվա խնդիր չի կամ մեկ տարվա։ Իհարկե, մեր արտադրողները ձգտում են դիվերսիֆիկացնել իրենց արտադրանքը։ Օրինակ, պանիր արտադրողները մենք իրենց հորդորում ենք, որ եւ արդեն աշխատանքները սկսվել են, որ իրենք տեսականին փոխեն պանրի, որովհետեւ այս աղի պանիրները, որ ընդհանրապես մեր ազգը ավելի շատ է օգտագործում, այո, ընդունված է, Ռուսաստանում դա այնքան էլ ընդունված չի։ Նրանք ավելի շատ չոր պանիրներ են ուզում, որոնք ալանի են, եւ այդ առումով արդեն որոշ արտադրողներ իրենց տեսականին փոխում են։ Հիմա մենք մեր ֆրանսիացի գործընկերների հետ արդեն պայմանավորվածություն ունենք, առաջիկայում մասնագետներ գալու են Հայաստան, որպեսզի խորհրդատվություն մատուցեն այդ պանիրների պատրաստման տեխնոլոգիաներ եւ այլն եւ այլն։ Ուզում եմ ասել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց մեկ օրում կամ մեկ ամսում դա չի երևալու։ Դա երկարատև process է, որին նաեւ արտադրողները ձգտում են։ Խորհրդային միության փլուզումից հետո բայց ասեմ նաև նոր մոտեցումներ էլ կան, այ եվրոպացի արտադրողները հենց ուզում են մեր հանրապետությունում արտադրություն կազմակերպել։ Արդեն մի քանի խմբեր եկել են տարբեր երկրներից, առաջարկներ կան, եւ իրենք հիմա ուսումնասիրության փուլում են, տեսնենք ինչ արդյունք կունենան։ Այդ դրա մասին էր խոսքը։ Խորհրդային միության փլուզումից հետո կարծես թե երկու հայկական բրենդ կար՝ կոնյակը եւ կոշիկը։ Կոշիկը մենք կորցրեցինք, այդ հայկական կոշիկ բրենդը, բայց կոնյակը շարունակվում է։ Հայկական պտուղ բանջարեղենը ընդհանրապես գյուղմթերքը շատ բարձր որակի, էկոլոգիապես մաքուր, այսպես համբավ ունի։ Հնարավոր է հասնել դրա այսպես բրենդավորման, հա, հայկական որպես բրենդավորման հասնել։ Դա մեր համար գերակա խնդիր է։ Մենք արդեն այդ ուղղությամբ աշխատանքներ ենք տանում,
իհարկե մենք ունենք որոշակի ապրանքներ, որոնք կարող են դառնալ մեր երկրի պարծանքը եւ որպես բրենդ օգտագործեն։ Դա կոնյակն էր, այո, հիմա մենք արդեն գինու վրա ենք աշխատում, արդեն մենք ունենք վերջի տարիներին մեր երկրում 3-4 նոր գինի արտադրող կազմակերպություններ են ստեղծվել, ընկերություններ, որոնք հագեցած են ժամանակակից տեխնոլոգիաներով եւ եվրոպական երկրների ուրեմն արտադրողներից ընդհանրապես չեն տարբերվում։ Նրանք արդեն սկսել են բարձր տեսակի գինիների արտադրություն եւ կարեւորը նա է, որ Ֆրանսիայից, Իտալիայից գինեգործներ են արդեն այստեղ աշխատում, հիմնական աշխատողներ են մի քանի գործարներում եւ կարողանում են ապահովել բարձր որակի գինու արտադրություն։ Հիմա արդեն մեր երկրում էլ եթե տեսնում եք արդեն գինիների խանութներ կան մի քանի հատ բացված, սա մենք ուզում ենք այնպես անել, որ մեր երկրում գինու այդ կուլտուրան մտնի, մշակույթը գինու խմելու։ Այո, դա կարևոր խնդիր է եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Օրինակ ծիրանը մեր համար բրենդ կարող է դառնալ, գինին արդեն ասեցի, կոնյակը, մի քանի տեսակներ կան, որոնք մեր երկրի համար կարևոր են։ Հայկական պանիրը, ինչու՞ չէ, կան այդպիսի բաներ։ Պարոն նախարար, տարվա վերջում մենք վիճակագրությունը երբ նայում ենք, մենք միշտ տեսնում ենք, որ X քանակությամբ հացահատիկ է ներկրվել Հայաստան, դա ստրատեգիական հումք է ցանկացած երկրի համար, հատկապես մեծ հայերիս համար, որ հաց շատ են սիրում օգտագործել։ Այն մեր երկրի պոտենցիալը Լեռնային Ղարաբաղով, ազատագրված շրջաններով թույլ տալիս է հասնել այնպիսի ծավալներին, որ հացահատիկ չներկրենք արտասահմանից։ Ես ասեմ, ծրագրեր կան այս ուղղությամբ։ Նախ ուզում եմ հացահատիկի եւ ընդհանրապես ցորենի մասին մի քիչ նախաբանով խոսել։ Մեր երկրում մինչև 2010 թվականը մեր վարելահողերի մշակության տարածքները պակասել են։ Այսինքն ավելացել են հողեր, որոնք չեն մշակվում։ 11 թվականից Հանրապետության նախագահի հանձնարարությամբ արդեն մենք սկսեցինք լուրջ գործընթաց իրականացնել եւ մարզպետարանների հետ աշխատանքի, համայնքների հետ լուրջ աշխատանքի արդյունքում մենք սկսեցինք ամեն տարի այդ մշակվող հողերի տարածքները ավելացնել։ Միայն վերջի 4 տարում 11 թվականից մինչև 14 թվականը 50,000 հեկտար հող լրացուցիչ մշակվել է։ Այս տարի արդեն 18500 հեկտար, միայն այս տարի 18500 հեկտար ավել հող է մշակվել։ Այսօր մենք հողերի մշակության մակարդակը մեր վարելահողերի կազմում է 78.5%։ Այսինքն նախորդ 10 թվականին դա կազմում էր 63% ընդամենը։ Եվ այդ ավելացված մշակողի հողերի տարածքների մեծ մասը այսօր հացահատիկային մշակաբույսեր են ուրեմն մշակվում։ Այս տարի 18500-ից միայն 11000-ը հացահատիկային մշակաբույսեր են, որից 6000 հեկտարը ցոր են։ Ցորենի ինքնաբավության մակարդակը մեզ համար շատ կարևոր է հասկանալի պատճառներով, բայց մենք ինքնաբավ, ամբողջապես ինքնաբավ չենք կարող լինել, որովհետև եթե մենք կարող ինքնաբավ լինենք, մենք մեր վարելահողերի մեծ մասը Արարատյան դաշտավարի հատկապես այն բերի հողերը պիտի տնենք ցորենի տակ, բայց դա մեզ համար այդքան էլ եկամտաբեր չի։ Մենք ավելի եկամտաբեր մշակաբույսեր ենք մշակում Արարատյան դաշտավարում, որի արդյունքում գյուղացիները ավելի մեծ եկամուտներ են ստանում։ Սակայն մենք ունենք նաև մի խնդիր մեր պարենային անվտանգության առումով եւ ըստ այդ ծրագրի, պարենային անվտանգության ռազմավարության ծրագրի, մինչև 2020 թվականը մենք ցորենի առումով ինքնաբավության մակարդակը պետք է հասցնենք 60-65%-ի։ Այսօր արդեն մենք 10 թվականի 33%-ի դիմաց 10 թվականի 33%-ի դիմաց այս տարի արդեն մենք ապահովել ենք 53%։ Այսինքն այս վերջ 4 տարում բավականին առաջընթաց ունենք եւ այդ ուղղությամբ շարունակելու ենք աշխատել։ Մենք ոչ միայն տարածքները պետք է ավելացնենք, այլ նաեւ բերքատվությունը։ Եվ հենց հատուկ դրա համար 2011 թվականից մեր մոտ սկսեց գործել ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագիրը, որը շարունակվում է, եւ այդ ծրագրի շրջանակներում մենք ամեն տարի Ռուսաստանի Դաշնությունից ներկրում ենք ինչպես սուպեր էլիտային, այնպես էլ էլիտային սերմեր եւ տալիս են գյուղացիական տնտեսություններին։ Այս 4 տարիների ընթացքում մենք կարողացել ենք հասնել նրան, որ մենք կարողացանք մեծ սերմով ապահովել 80%-ով, այսօր մենք ցորենի սերմով ապահոված ենք։ Իսկ սրանից 5 տարի առաջ գյուղացիները ցանում էին 6-րդ, 7-րդ վերարտադրության սերմեր, այսինքն դրանից եկամուտ չէին ստանում։ Եթե 2010 թվականին մեր 1 հեկտարի ցորենի բերքատվությունը, միջին բերքատվությունը կազմել է 22.4 ցենտներ, արդեն այս տարի մենք հասել ենք 33 ցենտների։
բավականին առաջընթաց ունենք։ Այսինքն ծորենի բերքատվության առումով մենք 54% աճ ունենք, իսկ ծորենի արտադրության առումով 80 մոտարապես 4%-ի աճ ունենք այս 5 տարիների ընթացքում։ Այս տարի պիտի ասեմ, որ շատ բարձր բերք է սպասվում։ Կարելի ասել 95%-ով բերքահավաքը ավարտվել է, վերջին կտորներն են մնում, հողակտորները։ Բերքահավաքը այս շաբաթ կավարտվի եւ մենք ամփոփ ենք ցուցանիշները, արդեն գիտենք, որ շատ լավ բերք ենք սպասում այս տարի ծորենի։ Մենք շատ կարճ գովազդային դադարից հետո վերադառնանք մեր օրակարգային թեմաներին։ Շարունակվում է օրակարգ հաղորդաշարը, հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է։ Պարոն Կարապետյան, ամենակարևոր այսպես հարցը, գյուղատնտեսության մասով մեր ազգային բրենդի վերածված ծիրանը, որ մենք հայերս մտածում ենք, որ ամենալավ ծիրանը աշխարհում Հայաստանում է աճում եւ մեծ պոտենցիալ կա դա իրոք ազգային բրենդներից մեկը վերածելու։ Այս ոլորտում ինչ է կատարում նախարարությունը, ինչ աշխատանքներ է տարվում, որ համ արտադրանքը շատանա, համ արտահանումը մեծանա, համ էլ իրականում այդպես հայկական այդ բրենդը իր տեղն ունենա միջազգային շուկաներում։ Ճիշտ է, այդպես է, որ հայկական ծիրանը աշխարհում իրեն նմանը չունի եւ դա հաստատում են միջազգային կառույցների այն պատվիրակությունները, որոնք գալիս են Հայաստան, ընդհանրապես բոլոր արտասահմանցիները, որ համտեսում են ծիրանը, իրենք էլ են հաստատում դա։ Նախ պիտի ասեմ, որ այս տարի ծիրանի շատ բարձր բերք ստացանք, ռեկորդային բերք կարելի ասել։ Մենք այս տարի արտադրվել է 105,000 տոննա ծիրան, անցյալ տարվա ընդամենը 15,000 տոննայի դիմաց, որ անցյալ տարի ցրտահարվեց ծիրանը, ցավոք սրտի, եւ դրանից արտահանել ենք 21,300 տոննա արդեն արտահանվել է ծիրան։ Իմիջիայլոց հիմա էլ արտահանում օրական 500 կիլոգրամ, արդեն վերջանում է ծիրանը, բայց սառնարաներում դեռևս կա եւ որոշակի քանակներ արտահանվում է։ Արտահանումների մեծ ծավալը պտղինն էր եւ հիմնականը ծիրանին է, որտեվ շատ էր բերքը։ Ծիրանի առումով այո, մենք հիմա մտածում ենք, որ տեսնում եք, որ ընդհանրապես մենք որոշակի խնդիր ունենք բերքահավաքի ժամկետների առումով։ Այս տարի հատկապես, երբ որ ջերմությունը բարձրացավ եւ կարելի ասել ծիրանի սեզոնը ընդհանրապես նախորդ տարիներին տևում էր 1 ամիս, սկսվում էր Սուրենավանից, Արարատի մարզի Սուրենավանից մինչև Թալինի տարածաշրջան, երբ որ բերքահավաքը այդպես աշճանաբար էր սկսվում եւ տևում էր 1 ամիս։ Այս տարի շոկերի պատճառով միաժամանակյա հասունացում եղավ։ Եվ ընդհանրապես Սուրենավանից հետո 5 օրվա ընթացքում Արմավիրի մարզում հասունացավ ծիրանը եւ նրանից հետո մի 5 օր հետո Թալինի տարածաշրջանում եւ շատ կարճ էր այդ սեզոնը եւ եթե այդ սեզոնը նախորդ տարիների նման լիներ մենք կրկնակի կարտահանենք, որովհետեւ շատ կարճ տևեց, հասունացավ։ Հիմա մեր խնդիրն է, որ մենք մեր երկրում ունենանք սորտեր, որոնք ավելի ուշ են հասունանում։ Այդ սորտերը կան մեզ մոտ։ Այդ առումով մենք կոլեկցիոն այգի ենք ստեղծել Էջմիածնում 5 հեկտարի վրա եւ բացի այն, որ մենք հավաքել ենք մեր ամբողջ գենոֆոնդը այնտեղ եւ շատերը զարմանում են, մենք մեր երկրում ունենք 83 տեսակի ծիրան։ Գիտնականներին մի քանի տարի առաջ որ հասնում ենք, ասում են մի 15 տեսակի ծիրան ունենք, բայց այսօր մենք ունենք 83 տեսակ եւ այդ ամբողջը հավաքվել է միտեղ, որպեսզի պահպանենք դա, որպես մեր գենոֆոնդ, որպեսզի մենք պահպանենք եւ հաջորդ ծերուններին փոխանցենք, որովհետեւ սորտեր կան արդեն կորում են։ Եվ դա միաժամանակ լինել է գիտական կենտրոն, միջազգային կառույցներից, գիտական կենտրոններից ծիրանի մասնագետները գան, տեղում ուսումնասիրություններ կատարեն եւ արդեն այդպիսի առաջարկներ եղել են։ Մենք նաեւ ուզում ենք ծիրանի ծառի, ուրեմն պտղի եւ ծառի ընդհանրապես որոշակի փոփոխություններ ենթարկել։ Ինչ ձևով։ Մենք ուզում ենք ներկրել եւ արդեն ներկրել ենք ուրեմն ծառեր, որոնք ցածր աճ են, գաճաճ են կոչվում դրանք, 2-2.5 մետր բարձրություն ունեն եւ նրան մշակության աշխատանքները ավելի հեշտ է կատարվում, բերքահավաքի աշխատանքները, որակյալ ծիրան է ստացվում, երկրորդ տարին արդեն ինքը բերք է տալիս։ Դրանց վրա պատվաստենք մեր տեղական սորտերը, այն ամենալավագույն սորտերը։ Եվ մենք դա արել ենք արդեն եւ լավագույն արդյունքներ են ներկրվում այդ։ Դες եվրոպական երկրներից։ Սրանք կոչվում են ինտենսիվ ագիներ, այսինքն եթե մենք 1 հեկտարի վրա տնկում ենք ենթադրենք 500 ծառ, հիմա հնարավորություն ունենք արդեն ծառեր ավելի մոտ են տնկում, ավելի շատ ծառ է տնկվում եւ դրա արդյունքում ավելի մեծ բերք է տալիս, շատ բերք է տալիս եւ գյուղացին ավելի շատ եկամուտներ է ստանում։
Այդ աշխատանքները մենք տանում ենք ոչ միայն Ծիրանի համար, այլ նաև Դեղցի, Սալորի, Կեռասի, Ընկույզի եւ արդեն այդ պատվաստանյութերը եւ ուրեմն տնկիները մենք դրսից բերել ենք եւ այդ աշխատանքը շարունակվել է։ Սա մենք դարձնելու ենք մեր երկրի պատղաբուծության համար գիտական կենտրոն, որպեսզի այնուհետև այդ տնկիները մենք տանք գյուղացիական տնտեսություններին ինտենսիվ այգիներ հիմնելու համար։ Նույնը անում ենք նաև խաղողի համար, արդեն մենք ծրագիր ենք կազմել եւ առաջիկայում կառավարությունում այդ հարցը քննարկվի, գինու սորտեր, կոնյակի սորտեր, սեղանի սորտեր, այն սորտերը, որոնք մեծ արժեք են ներկայացնում, եւ հենց այդ նույն տեղում ստեղծում ենք նաեւ նույն ուրեմն գենետիկ սորտերի պահպանման առաջինը մեր այն աբորիգեն սորտերը եւ ընդհանրապես մեր գենետիկ ռեսուրսները, որ մենք ունենք, հավաքենք միտեղ պահպանելու համար եւ այնուհետեւ այդ ուրեմն ժողովրդին պատվաստանյութեր եւ ընդհանրապես տնկիներ տալու համար սկսել գիտական աշխատանքներ։ Նախարար, գյուղացիների եկամուտներից խոսեցիք, շատ այսպեսի մի հետաքրքիր հարց առաջացավ, հա։ Մենք տեսել ենք հաջողված օրինակներ, որ մարդը զբաղվում է գյուղատնտեսությամբ եւ հարստանում է։ Տեսնում ենք նաեւ օրինակներ, որ մարդիկ գյուղատնտեսությամբ զբաղվելով այսպես ընտանիք են պահում։ Բայց միևնույն ժամանակ սա զանգվածային բնույթ չի կրում եւ մեր գյուղացուն կոլխոզնիկից ֆերմեր դարձնելու այս գործընթացը Հայաստանում երբ կավարտվի, որ մարդը գյուղատնտեսությամբ հստակ զբաղվի եւ դա իրեն բերի հստակ եկամուտներ, որպեսզի ինքը կարողանա այսպես միջին խավ դառնա։ Եվ ունի արդյոք Հայաստանը այդ պոտենցիալը։ Դուք շատ լուրջ խնդիր եք բարձրացնում, որը մեր ամենացավոտ տեղն է։ Ճիշտ է, որ գյուղացիական տնտեսությունները բողոքներ ունեն եւ շատ հաճախ լսում ենք գյուղացին միշտ բողոքում է, ինչի է բողոքում, լավ։ Մի հատ խորանանք, տեսնենք ինչի է բողոքում գյուղացին։ Մեր որովհետեւ կոլխոզնիկի մտածելակերպ մեր երկրում, երբ որ սեփականաշնորհումը գնաց, հողերը մասնավորեցվեց, մեր երկրում ստեղծվեց 340,000 մանր ընտանեկան գյուղացիական տնտեսություններ։ Մենք ասում ենք գյուղացիական տնտեսություններ, սրանք ընտանեկան տնտեսություններ են։ Ուրեմն երբ որ այդ վարելահողերը մենք սահմանափակ վարելահող ունենք, բաժանում ենք այդ գյուղացիական տնտեսությունների վրա, ստացվում է, որ մեկ գյուղացիական տնտեսությունը ուրեմն սեփականաշնորհման արդյունքում միջինացված կարգով հանրապետության 1 հեկտար հող ունի, 1.1 հեկտար հող։ Իսկ Արարատյան դաշտավայրում այդ հողաբաժինը ավելի պակաս է, որտեղ ավելի խիտ է բնակչությունը, հողերի ծավալները պակաս են եւ այնտեղ միջին հողաբաժինը կազմում է 0.5 հեկտար։ Իսկ համայնքներ կան, որտեղ ավելի պակաս է, մինչեւ 3000 քառակուսի մետր, այսինքն մեկ ընտանիքին հող է հասել։ Հիմա դուք մտածեք, ինչ պիտի մշակի այդ ընտանիքը, որ մեկ տարվա ընթացքում իրեն ընտանիքի ամբողջ ծախսերը ինքը կարողանա հոգալ։ Անհնարին բան է դա։ Մենք պետք է գնանք խոշորացման, ասում ենք, պետք է միավորվեն հողերը եւ այլն։ Դա մենք ստիպողաբար չենք կարող անել, որովհետեւ արդեն գնացել է։ Հիմա մենք մտածում ենք մեր երկրում կոոպերատիվներ ստեղծելու մասին։ Արդեն 3-4 տարի այդ խնդիրը կա, մենք ծրագրեր ունենք, որ հաջողված օրինակներ էլ կան։ Այո, հիմա տեսեք, եվրոպական երկրներում Գերմանիան, որտեղ առաջի կոոպերատիվները ստեղծվել են, ունի 150 տարվա պատմություն, նույնը Ֆրանսիան։ Ֆրանսիայի գյուղատնտեսության արտադրանքի 85%-ը կոոպերատիվներն են տալիս, նույնը Գերմանիայի։ Եվ հիմա մենք նոր ենք սկսում այդ գործընթացը։ Սա երկարատև եւ դժվարին գործընթաց է, բայց արդեն ունենք որոշակի արդյունքներ։ Մեր երկրում անասնապահության ոլորտում հատկապես սկսել ենք 11 թվականից համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը, որի հիմքում դրված է անասնապահության զարգացումը։ Սրա նպատակն է մեր լեռնային արոտավայրերը ջրարփիացնել, այնտեղ համապատասխան պայմաններ ստեղծել գյուղացիական տնտեսությունների համար, որպեսզի ամբողջ անասնագլխականակը տանեն եւ պահելու համար հարմարություններ լինի։ Տեսեք, մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել։ Ես եթե պետք է դրա մասին մանրամասնորեն խոսեմ, բայց ուզում եմ ասել, որ դրա հիմքում ծրագրի հիմքում դրված է կոոպերատիվների ստեղծումը։ Հիմա մենք նախատեսված էր, որ այդ ծրագիրը պետք է իրականացնենք 55 համայնքներում, խնայված միջոցների հաշվին մենք 91 համայնքում արդեն իրականացրել ենք այդ ծրագիրը եւ ունենք 91 կոոպերատիվներ ստեղծված։ Այդ կոոպերատիվներին մենք տալիս ենք տեխնիկա, տալիս ենք սերմեր, իրենց օգնում ենք եւ բավականին մեծ առաջընթաց կա այդ ուղղությամբ։ Ներքին ինքնակազմակերպման արդյունավետ է։ Գյուղացին հիմնական խնդիրը իրացման խնդիրն է, չէ՞։ Կոոպերատիվների ստեղծման արդյունքում իրենք այդ խնդիրը լուծել են։
Ինչ տեսակետից։ Եթե անհատը ունի 1 կով կամ 2 գլուխ կով եւ նրանից ընդամենը 10, ենթադրենք 20 լիտր կաթ է ստանում, այդ կաթը ինքը դժվարությամբ է իրացնում։ Որովհետեւ գնորդը իրեն այդ պայմանագրային պարտավորությունների մեջ չի մտնի եւ իր ուզած գինել կթելադրի իրեն, ճիշտ է, բայց հիմա ամբողջ համայնքում հավաքվել են գյուղացիները, իրենց գլխականակը միավորել են, բայց յուրաքանչյուրի սեփականությունն իրենն է։ Արտադրված կաթը 5 տոննա, 6 տոննա կաթ է ստացվում եւ նրանք արդեն պայմանագրային հարաբերության մեջ են մտել այդ վերամշակողի հետ, որտեղ նշվում է իրեն յուրաքանչյուրի պարտականությունները եւ ինչ գնով պետք է իրացնեն իրենք եւ իրենց գումարները ստանում են։ Հիմա տեսեք, այս արդյունքում այդ կոոպերատիվներում կաթնատվությունը բարձրացել է 15%-ով այս 3 տարվա մեջ։ Քաշաճը, կենթանիների քաշաճը 12%-ով։ Եվ եկամուտները ավելացել է իրենց, ծախսերը կրճատվել են, որովհետև կերային բազա ստեղծելու համար իրենց մենք տվել են գյուղգործիքներ, տարբեր տրակտորներ, որպեսզի իրենց ուրեմն ձմեռվա մսուրային շրջանի ժամանակ կենթանին ապահովված լինի։ 15%-ը մեծ ցուցանիշ է, բայց այսպես մի ցավոտ հարցի էլ անդրադառնանք, հա, վերջերս օրինակ Արագածոտնի մարզում գյուղացիները փակել էին ճանապարհը եւ պահանջում էին, որպեսզի աշտարակ կաթը իրենցից կաթը գնի այն գնով, որ իրենք ցանկանում են, այո։ Ձեր տեղակալները գնացին տեղում հարցը լուծեցին, գյուղացիները ճանապարհը բացեցին, գնացին տուն եւ ասացին, որ ընկերությունը գնի այն գնով, որը դուք ցանկանում եք։ Բայց ազատ տնտեսության, ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում այս սոցիալիստական կարգավորումը արդյոք արդյունավետ է։ Սա փակուղի չի տանի այս մոդելը։ Չի տանի ինչ առումով, որովհետև մենք նորաստեղծ երկիր ենք, ընդամենը 24-25 տարվա պետություն է մերը։ Մեր մոտ շատ հարցեր դեռևս կարգավորված չեն։ Կան խելամիտ գին։ Տեսեք, վաճառողը ընդհանրապես միշտ այդպես է, ուզում է թանկ վաճառի, գնորդը ուզում է էժան։ Բայց կա խելամիտ գին, որը պետք է սահմանվի երկուսի փոխհարաբերությունների արդյունքում։ Շուկան կարգավորվում է։ Շուկան դեռևս մեր շուկան այդքան էլ կարգավորված չի։ Դեռևս այդքան կարգավորված չի։ Դրա համար մենք միշտ որպես արբիտր ենք հանդես գալիս եւ միշտ ուզում ենք այդ գինը եւ երկուսի համար էլ հասանելի լինի, ձեռնատու լինի երկուսի համար։ Գիտեք, գինը հաշվելու համար դա բարդ բան չի, ինքնարժեքն ես հաշվում, դրան գումարում ես շահույթը, որ պիտի գյուղացին ունենա։ Մենք այդպես էլ անում ենք։ Եվ ասում ենք, սա է խելամիտ գինը, դրանից ցածր չի կարելի։ Բայց այս տարի ուղղակի սա գլոբալ խնդիր է, ես սկզբից էլ ասացի, որ պարենային ապրանքների գները միջազգային շուկայում իջան։ Նույնը կաթին էր վերաբերվում։ Կաթի գները կտրուկ իջան, մինչև 30%։ Մեր մոտ էլ իջան այդ գները։ Բայց մի բան էլ կա, որ մեր մոտ կաթի արտադրությունը ունի սեզոնային բնույթ։ Այսինքն ամառվա ամիսներին դա սկսում է ապրիլի վերջերից, մայիսից մինչև սեպտեմբեր կաթի ծավալները ավելանում են աշճանաբար, նրանից հետո կաթի ծավալները սկսում են նվազել։ Բայց ընդհանրապես Եվրոպայում այդպիսի խնդիր չկա։ Դա գալիս է նրանից, որ կաթի ուրեմն կենթանիների ծինը նրանք տարվա ընթացքում հավասարաչափ են կազմակերպում։ Դա անում են արհեստական սերմնավորման միջոցով, որը մեր մոտ դեռևս չկա։ Մենք ուզում ենք հասնել դրան, բայց էլի դժվար process է, արդեն այդ գործընթացը սկսվել է։ Մեր մոտ, որպեսզի մթերատվությունը բարձրանա կենթանիների, մենք արդեն մասսայական արհեստական սերմնավորման գործընթացը սկսել ենք։ Օրինակ անցյալ տարի մեր երկրում ընդհանուր առմամբ 27000 գլուխ խոշոր արհեստական սերմնավորման է ենթարկվել։ Այս տարի մենք նպատակ ենք դրել հասնել 50000-ի։ Սա մենք անում ենք մասնավորի հետ միասին մեր ծրագրի շրջանակներում։ Ես դրա համար գյուղացիներին մենք բացատրում ենք, որ կա միջազգային տենդենս եւ սեզոնայնության առումով կաթի ծավալները ավելանում են, յուղայնությունը պակասում է, դրա համար գինը իջնում է։ Ձմեռվա ամիսներին, հիմա արդեն սկսել է բարձրանալ գինը։ 10 դրամով ընդամենը մի 20 օր առաջ բարձրացել, այդպես աշճանաբար բարձրանալու է։ Շատ շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, շնորհակալություն շատ հետաքրքիր տեղեկատվական զրույցի համար։ Բայց այնքան խնդիրներ մնաց, որ չկարողացանք։ Այո, հուսանք, որ տարվա վերջ նորից մեզ կհյուրընկալվեք եւ արդեն գյուղատնտեսության, գյուղատնտեսական ամբողջ տարին այսպես համակարգային կամփոփենք։ Ես ուզում եի վերջում նշել, եթե կարելի է։ Իհարկե։ Մենք այս ձեռքբերումները, որ ունենք,
Սա ես նշեցի, որ մի քանի գործոնների արդյունք է, բայց ամենամեծ գործոնը դա մեր գյուղացիական տնտեսություններն են, մեր գյուղացիներն են, որոնց քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք այսօր ունենք այս խնդիրները։ Մեր տարածաշրջանը շատ բարդ տարածաշրջան է, մեր հողերը շատ ռելիեֆները տարբեր են, գյուղացին քրտնաջան աշխատում է ամբողջ տարին։ Դուք տեսնում եք գյուղերում, եթե գնաք, տեսնեք լույսը բացելուց նրանք աշխատում են դաշտում մինչև մայրամուտը, եւ պետք է գնահատենք մենք այդ մարդկանց աշխատանքը։ Շնորհակալություն մեր գյուղացիներին, մեր հողերը, մեր ազգային տրադիցիաները պահելու համար։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն էր։ Մենք կհանդիպենք վաղը Հայլուրի հիմնական թողարկումից անմիջապես հետո։